իրական շատ բազմածավալ աշխատանք է գնում։ Միգրացիոն ծառայության ղեկավարի աշխատասենյակում գործնական փաթեթների գերակշիռ մասը վերաբերում է Հայաստանում կենսաչափական համակարգի ներդրմանը։ Աշխատանքի տեմպից տպավորված է նաև Բրյուսելը, որը նոյեմբերի 5-ին Երևանին փոխանցեց վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։ Շնորհավորում եմ նախարարին եւ իշխանություններին այս գործընթացում արագ եւ խորքային առաջընթացի համար, որը թույլ է տվել մեզ շատ արագ ընդունել գործողությունների այս ծրագիրը։ Ակնկալում ենք իրականացնել այս ծրագիրը, շարունակել միասին աշխատել, որպեսզի այս նպատակները դառնան իրականություն։ Գործողությունների ծրագիրը, որի կատարումը Երևանի համար կանաչ լույս կվառի վիզաների ազատականացման ճանապարհին, ներառում է 74 կետ։ 4 ուղղություններից առաջինը փաստաթղթերի անվտանգությունն է, ներառյալ կենսաչափական համակարգը։ Այս պահին վերջնական հաստատված է նույնականացման քարտի ID-ի դիզայնը, թղթից մինչև հիմնական նյութով պոլիկարբոնատով տպագրություն, աշխատանք կա անելու։ Մեկ այլ նմուշի վրա Դավթյանը ցույց է տալիս անվտանգային 6 շերտերը, որոնք կբացառեն փաստաթղթի կեղծումը։ Այն ինչ որ մենք ստեղծում ենք, ամբողջությամբ լինելու է ICAO ստանդարտով, որպեսզի պատկերացնեք, քանի անվտանգային շերտ ունի, ցույց տամ հոլոգրամը, սա անձեն աչքով երևում է, կիսով չափ ընկնում է նկարի վրա, կիսով չափ տվյալների վրա, անպայման ունենալու է իհարկե կենսաչափականի նշանը, անպայման ունենալու է անտենան եւ չիպը ներկառուցված տարբերակով։ Անտիսկան նշանն աշխատելու է, երբ փորձեն սկանավորել, պատճենել ID-ին։ Ուլտրամանուշակագույն լույսով երևացող հատվածները հասանելի կլինեն միայն սահմանապահներին։ Մեկ այլ անվտանգային բաղադրիչ է tactile կոչվող տպագրությունը, երբ շոշափելի է եւ ձեռքով դուք կնկատեք, որ որոշակի ստատիկ տվյալներ բլանկի վրա ի սկզբանե գալիս են ուռուցիկ տպագրությամբ։ Այստեղ մենք նորությունը այն է, որ ունենալու ենք նաեւ QR կոդ եւ անձի վերաբերյալ տեղեկատվությունը հայկական հարթակներում հասանելի լինելու նաեւ այս տարբերակով։ Բիոմետրիկ կլինեն անձը հաստատող բոլոր փաստաթղթերը։ Հայաստանի քաղաքացի չհանդիսացող անձին եւս ստանալու են ID քարտեր, յուրաքանչյուրն ըստ իր իրավական կարգավիճակի։ Դիվանագիտականից բացի կներդրվի նոր տեսակի ծառայողական անձնագիր։ Կոնսորցիումի առաջատար անդամ ֆրանսիական AN Group ընկերության ներգրավմամբ նախատեսվում է կենսաչափական ենթակառուցվածք ներդնել 2026-ի երկրորդ կեսին։ Մրցութային պայմանագրով արդեն ստեղծել են տեղական Հայփաս ընկերություն։ Շապիկների գույները պետք է ընտրենք, դեռևս անձնագրի իմաստով այս աշխատանքները ավարտին հասցված չեն, այսինքն փախստականի քաղաքացիություն ունեցող անձի կարգավիճակ ունեցող անձանց անձնագիրը, որոնք կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ են համարվում եւ հատուկ չափորոշիչներով են մշակվում, այլ գույնի շապիկ կունենա ծառայողական ու դիվանագիտականը այլ եւ մեր հիմնական նորմալ անձնագիրը այլ։ Հիմնական անձնագիրը ինչ գույն է լինելու։ Եթե հիմա չեմ կարող ասել, պետքա վերջնական հաստատենք նոր։ Հաջորդ 3 ուղղություններն են սահմանների համալիր կառավարում, միգրացիայի կառավարում եւ ապաստան, հասարակական կարգ եւ անվտանգություն, այդ թվում կազմակերպված հանցավորության, թրաֆիկինգի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ կոռուպցիայի դեմ պայքար եւ վերջին արտաքին հարաբերություններ եւ հիմնարար իրավունքներ։ Վիզաների ազատականացումը միանշանակ իրատեսական է, խոսակցությունը այն մասին է, թե ինչ ինտենսիվությամբ մենք պետք է գնանք եւ առնվազն մենք հանձնարարություն ենք ստանձնել, որ առավել մեծ ինտենսիվությամբ եւ պետական ապարատի այսպես ջանքերի առավել մեծ լարմամբ մենք այս գործընթացները առաջ կմղենք։ Սահմանների համալիր կառավարման կետով անհրաժեշտ կլինի ձևավորել նոր ենթակառուցվածք իրավական դաշտ, ներդնել գեյթ համակարգ, սահմանների խելացի կառավարման եվրոպական մոդել։ Դա հնարավորություն կտա ավելի հայտնաբերելի դարձնել կեղծարարություններն ու անօրինական միգրացիան։ Դա ենթադրում է եւ միջազգային համագործակցություն, կարող է օրինակ վիզաների շտեմարանի հասանելիություն շնորհվել այս կամ այն երկրին եւ այդ ֆիզիկական կնիքը, որը դրվում է անձնագրում կամ այդ ձեռքով անձնագիրը թերթելու սահմանապահի կողմից եւ որոշակի վիզային ստուգումներ անելու գործառույթն է դուրս բերվում եւ անձի մասին նախնական ինֆորմացիա ստանալու մեխանիզմներ են ներմուծվում։ Արդյունավետությունը անգամներ բարձրացնելու է, երբ մենք խոսում ենք կանոնավոր ուղևորափոխադրումների եւ նաեւ բեռնափոխադրումների մասին, հեշտացնելու է, արագացնելու է եւ դարձնելու է ավելի անվտանգ։ Ոլորտի զարգացման գործընթացները կարևոր է համարում Հայաստանում միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցչության գրասենյակի ղեկավարը։ 2017-18 թվականներին Հայաստանում սահմանահատումների թիվը մոտ 4.7 միլիոն էր։ 2024-ին այն մոտեցավ 9 միլիոնի։ Այս տարի կհասնենք մոտ 10 միլիոնի։ Թվերը խոսում են, որ Հայաստանը դառնում է նաեւ նպատակակետ եւ տարանցիկ երկիր։ Ահա թե ինչու է կարևոր միգրացիայի արդյունավետ կառավարումը։ Good migration management. Միգրացիայի լավ կառավարումը պատշաճ, հավասարակշռված դյուրացում եւ վերահսկողություն է։ Այս առումով կարծում եմ Հայաստանի իշխանությունները սկսել են հիմնականում իրականացնել բարեփոխումներ, որոնք թելադրված էին իրավիճակով եւ այն փաստով, որ Հայաստանն արդեն իսկ հանդես է գալիս որպես նպատակակետ եւ տարանցիկ երկիր։
Բարեփոխումներն ըստ Տերմինասյանի կներառեն ավելի շատ գործողություններ կապված օտարերկրացիներին աշխատանքային թույլտվությունների տրամադրման եւ էլեկտրոնային համակարգի ստեղծման, օրենսդրական փոփոխության, պետռեգիստրում աշխատանքներ սկսելու, կենսաչափական համակարգի ներդրման հետ։ Այս առումով վիզային երկխոսությունը շատ ժամանակին է։ Միգրացիայի միջազգային կազմակերպությունը աջակցում է կառավարությանը ներառյալ վերընդունման համաձայնագրի իրականացման, ձեռնարկների պատրաստման, վերապատրաստման դասընթացների կազմակերպման գործում։ Շարունակում են աջակցությունը վիզաների ազատականացման գործընթացում։ As I said, it started before. Աջակցությունը սկսել ենք ավելի վաղ, ստեղծում ենք երկրում աշխատող միգրանտներին տրամադրվող աշխատանքային թույլտվությունների էլեկտրոնային համակարգ։ Մենք սկսեցինք աշխատել կարողությունների զարգացման վրա միգրացիայի ծառայության անձնակազմի համար լայնածավալ վերապատրաստումներով։ Նաև աշխատում ենք սահմանային կառավարման ոլորտում, որը նաև ՄԱԿ-ի հիմնական մանդատն է, աշխատել սահմանային կառավարման բարելավման ուղղությամբ, սահմանապահ զորքերին տրամադրելով ուսուցումներ եւ այլ աջակցություն։ Միգրացիոն ծառայության ղեկավարի խոսքով չկա մի ոլորտ կամ ենթավորորդ, որտեղ աշխատանքները պետք է սկսել զրոյից, դրանք ընթացքի մեջ են։ Որոշ տեղերում մենք արդեն ի սկզբանե կարող ենք այդ թռչնակը տեղադրել, որովհետև անելիք չունենք, այն ինչ նկարագրված է մենք ունենք։ Օրինակ նկարագրված է ապահովել հանրապետության տարածքում բոլոր թիրախմբերի ազատ տեղաշարժը։ Ես չեմ կարծում, որ մենք երբևէ նման խնդիր ունեցել ենք մեր պետությունում եւ հատուկ միջոցառում ձեռնարկելու կարիք կա։ Գործընթացի դրական գնահատման վերջնարդյունքը կլինի, որ Հայաստանի քաղաքացիներին տրամադրվի Եվրամիության երկրներ առանց վիզայի ճամփորդելու հնարավորություն։ Իրավակարգավորումը վերաբերելու է տեսակի կարճաժամկետ Շենգեն վիզային յուրաքանչյուր տարի 180 օրվա ընթացքում 90 օր գտնվելու իրավունքով։ Մեր առաջի գնահատումը, որը անելու է Եվրոպական միությունը, առնչվելու է առաջին խումբ հենանիշներին, այսինքն բոլոր 4 բլոկներով անցնելու ենք եւ նայելու ենք, արդյոք տվյալ ոլորտի քաղաքականության փաստաթղթերը կան, ռազմավարությունները կան, օրենսդրությունը կա, թե ոչ, կամ եթե կա, արդյոք ունի որոշակի լավարկման կարիք, թե ոչ։ Բավականին շատ ոլորտներում Հայաստանը արդեն իսկ ունի մշակված քաղաքականության փաստաթղթեր կամ առնվազն գիտենք, որ այդ փաստաթղթերը մշակման ընթացքում են։ Առաջին զեկույցը ըստ փոխնախարար Ղազարյանի նախատեսում են հաջորդ տարվա կեսին։ Եվրամիության գնահատման պատվիրակության այցը ակնկալվում է դեկտեմբերին։ Մանրամասն ուսումնասիրելու քաղաքականության փաստաթղթերը, ամբողջական օրենսդրությունը։ Հայաստանն ի դեպ միակ երկիրն է, որ Եվրամիության հետ ունի վիզաների ազատականացման թեմայով շարունակական երկխոսություն։ Հայաստանի հետ համատեղ աշխատելու ենք հաջորդ քայլերի վրա, համոզվելու, որ գործողությունների ծրագիրը իրականացվում է։ Բարեփոխումների իրականացումը կարևոր է սահմանների կառավարման, օրենքի գերակայության, մարդու իրավունքների ոլորտում։ Չեմ կարող գնահատել, թե որքան ժամանակ կպահանջվի, բայց երկու կողմից էլ կա հանձնառություն եւ տեմպ, որ այս գործընթացը առաջ շարժվի։ Պետք է լինի մանրակրկիտ գործընթաց, որը կբերի ավելի մեծ վստահություն Եվրամիության անդամ պետությունների եւ Հայաստանի միջեւ, որպեսզի կարողանանք առանց որևէ խնդրի Եվրամիությունում ապահովել բոլոր հայ քաղաքացիների անվտանգ տեղաշարժը։ Դավթյանը բերում է Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, Բալկանյան երկրների օրինակը, որոնք անցել են նույն փորձառությունը։ Եվրամիության հետ երբ կունենանք առանց վիզային ռեժիմ, փակագծերը այս պահին չեն բացում, գնդակն այժմ մեր դաշտում է։ Կախված թե որքան ժամանակում կկատարենք ծրագրով նախատեսված անհրաժեշտ պահանջները։ Մի բան ակնհայտ է, վիզաների ազատականացման ճանապարհին շոշափելի առաջին քայլը արված է։ Մայա Խաչատրյան, Հովհաննես Քյոսյան, Մեհեր Կիրակոսյան, Գևորգ Նահապետյան, Կիրակնորյալ լուրեր։